իր ինքնիշխան տարածքում նույնիսկ որևէ երկրի ինքնիշխան տարածքում Հայաստանի եկեղեցի չպետք է քանդել։ Այո, իհարկե չպետք է քանդել, բայց եթե դու կարգավորման փուլում, երբ որ ուզում ես քո հարաբերությունները նորմալացնես, այդպիսի հարց ես բերում օրակարգ, ըստ էության նաև ինչ որտեղ ներքին գործերին չմիջամտելու բանով, հա, եթե դա պատմական մշակութային ժառանգություն, դա այլ ձևով է։ Պատմական մշակութային ժառանգություն քանդել է։ Եվ ես կարծում եմ, որ այդ մշակութային եւ պատմական ժառանգության կրողները կարող են այդ հարցը բարձրացնել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, հա։ Տարբեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն է հիմնականում դրանով զբաղվում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարելի է այդ հարցը բարձրացնել։ Բայց երկկողմ հարաբերությունները օրակարգ դա չի կարող լինել։ Ինչու՞։ Այդպես, որտեղ բացատրեցի ինչու, որտեղ մենք փորձում ենք խաղաղություն կառուցել մեր հարևանի հետ, որի հետ ունենք շատ կնճռոտ անցյալ, շատ կնճռոտ, որը մի օրում չի անցնելու, եւ ես կարծում եմ, որ մենք չպետք է անենք քայլեր, եթե նույնիսկ իրենք անում են նման քայլեր ու փորձելով միգուցե նաեւ սադրել, հա, մեր կողմից այդպիսի քայլեր, մենք պետք է իմաստուն գտնվենք այնքան, որ չանենք այդպիսի քայլեր։ Հայտնի Արցախատյաց Արսեն Թորոսյանը լավ կանի լռի Արցախի հետ կապված թեմաներով եւ իր պարտականությունները արդյունավետ եւ բարեխիղճ կերպով կատարի այն նախարարությունում, որտեղ հսկայական անելիքներ կան թե Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքների բավարարման եւ թե ընդհանրապես Հայաստանի քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։ Ձեր հանցավոր հայտարարությունները պարզապես նպաստում են ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը, ոչնչացնելու այն հայկական ու համամարտկային արժեքները, որոնք ձեզ համար ընդհանրապես արժեք չեն։